Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդումն է։ Այս թողարկմանը կանդրադառնանք Հայաստան համահայկական հիմնադրամի առողջապահական եւ շինարարական ծրագրերին։ Հիմնադրամի ջանքերով վերակառուցվել է նոյեմբերյան համայնքի հիվանդանոցի ինֆեկցիոն մասնաշենքը։ Բացի այդ, նախկինում հիվանդանոցը վերազինվել է նոր բժշկական սարքավորումներով։ Մանրամասները մեր առաջին տեսանյութում։ Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան բժշկական կենտրոնում արդեն 1 տարի է, ինչ ընդլայնվել է բուժօգնության տրամադրումը։ Հայաստան համահայկական հիմնադրամը վերակառուցել է հիվանդանոցի ինֆեկցիոն մասնաշենքը։ Նախկինում հիվանդանոցում ինֆեկցիոն եւ մանկական բաժանմունքները գործել են թերապևտիկ բաժանմունքի հետ, ինչի պատճառով բժշկական ծառայությունները գերծանրաբեռնված են եղել։ Մահճակալները շատ քիչ էր, հնարավորությունները շատ փոքր էր, շատ դժվարանում էին երեխաների հոսպիտալացման դեպքում։ Հաճախ բուժում ստացողների քանակը մի քանի անգամ գերազանցում էր հիվանդանոցի սենյակների թվին, ինչի պատճառով բուժառուները հիմնականում ստանում էին ցերեկային ստացիոնար բուժում։ Հիմա բժշկական կենտրոնը օրական ընդունում եւ սպասարկում է տասնյակ բուժառուների ոչ միայն նոյեմբերյան քաղաքից, այլև հարակից բնակավայրերից։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը սպասարկում է նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչությանը, նոյեմբերյան քաղաքը եւ գյուղերը, մոտ 29000 բնակիչ։ Նախքան այս ծրագիրը Հայաստան համահայկական հիմնադրամը 2010 թվականին էլ վերանորոգել է հիվանդանոցի գլխավոր մասնաշենքն ու վերազինել այն նոր սարքավորումներով։ Հիմնադրամը մի շարք վերականգնողական սարքավորումներ եւ բժշկական պարագաներ է նվիրաբերել Արաբկիր բժշկական կենտրոնին։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռել ընդլայնելու վերականգնողական ծառայությունները մեծահասակների համար։ Ծրագրի մանրամասներին ծանոթացեք մեր հաջորդ տեսանյութում։ Այստեղից հրահանգն է հնչում, սեղմել դեղինը, տարբեր արագությամբ հնչում է հրահանգը, սեղմել դեղինը, կարմիրը, կանաչ։ Ձայնային ազդանշանից հետո հերթը բուժառուինն է։ Սարքավորման դիմաց նստած պետք է կարողանա արագ կողմնորոշվել եւ էկրանի գույնը համապատասխանեցնել կոճակի երանգին։ Արաբկիր բժշկական համալիրի Արբես առողջության կենտրոնում այս սարքը օգնում է վերականգնել ձեռքի լիարժեք շարժունակությունը։ Այստեղ գործող բաժանմունքները հագեցվել են նոր վերականգնողական սարքավորումներով, ինչի շնորհիվ մատուցած ծառայությունների ծավալը մի քանի անգամ մեծացել է։ Հիմա մենք արդեն ոչ միայն մեջքի ցավով ենք զբաղվում, այլ պացիենտները այստեղ այցելում են տարատեսակ վնասվածքներով։ Նոր կանգնակներ, հատուկ վազքուղի, մասնագիտացված սեղաններ եւ քայլակներ։ Վերականգնողական այս միջոցներով վերազինել է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Արդյունքում բացվել է նոր բաժանմունք, որը սպասարկում է 18 տարին լրացած անձանց նոր եւ հագեցած հնարավորություններով։ Մեծահասակների հետ աշխատում էինք շատ նեղ սպეციფიկ ուղղվածությամբ, դա մեջքի ցավներ, պարանոցի մեջքի ցավներ, հատուկ վերապատրաստված մասնագետներ էին աշխատում։ Հիմա վերականգնողական կենտրոնի ծառայություններից օգտվում են անգամ զինհաշմանդամություն ունեցող անձինք։ 21 թվականից արդեն մենք ունեինք շատ մեծ թվով զինվորներ, ում վերականգնողական ծառայություն էինք մատուցում։ Նոր սարքավորումների տեղադրումը նաև հեշտացրել է բժիշկների աշխատանքը։ Վերականգնողական բաժանմունքի բուժառուները հիմնականում նույն կենտրոնի մանկական բաժանմունքից են։ Եթե նախկինում 18 տարին լրանալուց հետո ստիպված էին գտնել նոր բժշկական կենտրոն, ապա հիմա ամեն ինչ մեկ վայրում է։ Չէինք կարողանում գտնեինք այդպես մասնագիտացված կենտրոն, ով կարողանում է շարունակել, բայց իրենք ամբողջ կյանքում կարիք ունեն ստանալու վերականգնողական բուժումը, իրենց խնդիրը չի վերանում։ Եվ շատ լավ ինտեգրացիա եղավ 18-ից հետո իրենք կարողանում են հնարավորություն ունեն այստեղ շարունակելու արդեն։ Նոր սարքավորումներով հագեցած Արբես առողջության կենտրոնն արդեն օրական սպասարկում է 3 տասնյակից ավելի բուժառուի։ Այս պահին իմ զրուցակիցն է ԱԿԲԱ բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Պարոն Ասատրյան, կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ ծրագրերի շրջանակում եւ ինչպես սկսվեց համագործակցությունը Հայաստան համահայկական հիմնադրամի հետ։ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ մենք համագործակցությունը սկսել ենք 2012 թվականին, համատեղ թողարկելով վիզա բարերար քարտը։ Քարտ տրամաբանությունը հետևելն է։ Յուրաքանչյուր քարտապանի գործարք կատարելուց հետո այդ գործարքի արդյունքում որոշակի գումար բանկը իր սեփական միջոցների հաշվից ուղղում է հիմնադրամի եւ ԱԿԲԱ բանկի հատուկ հաշվին։ Կուտակված գումարների միջոցով ԱԿԲԱ բանկը եւ Հայաստան համահայկական հիմնադրամը Հայաստանի տարբեր շրջաներում եւ տարբեր ոլորտներում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր։ 2012 թվականից մենք հասցրել ենք իրականացնել խոշոր ծրագրեր թե կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների, թե համայնքների համաչափ զարգացման, թե բնապահպանական, թե էներգոարդյունավետ
արտադրության բարձրացման ոլորտներում եւ ոչ միայն։ Այդ ծրագրերը լինելու են շարունակական եւ էլ ավելի մեծ։ Շարունակականության մասին դեռ կխոսենք, ինձ հետաքրքիր է ինչպես որոշվեց, որ Ակվա բանկը պետք է եւս իր ներդրումն ունենա համայնքների զարգացման գործում։ Այդ որոշումը կայացվել հենց բանկի հիմնադրման առաջի օրվանից, որովհետեւ Ակվա բանկը ի սկզբանե միտված է եղել, նպատակն է եղել բանկի աջակցել Հայաստանում համայնքների համաչափ զարգացմանը։ Եվ գիտեք, մենք Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի առաջատար ֆինանսավորողներից ենք եւ ուղղակի ամասն չէր կարող մնալ Ակվա բանկը իր ամբողջ գործունեության ընթացքում համայնքների համաչափ զարգացման ուղղված տարբեր նշանակալի եւ էական ծրագրեր իրականացնելուց։ Իսկ ինչ չափորոշիչներով են ընտրվում համայնքները, որտեղ պետք է իրականացվեն այս կամ այն ծրագրերը եւ վերջին շրջանում հիմնականում որ համայնքներն են ձեր ուշադրության կենտրոնում։ Տեսեք, ասել, որ մենք ընտրում ենք համայնքները, մի քիչ այդքան էլ ճիշտ չի լինի, մենք ավելի շատ ընտրում ենք ծրագրերը։ Թե մենք, թե մեր գործընկեր Հայաստան համայնքական հիմնադրամը տարվա ընթացքում ունենում ենք թե առաջարկություններ, թե մենք ինքներս ենք գտնում այն ծրագրերը, որոնք որ համապատասխան են ու համահունչ են մեր երկու ընկերությունների նպատակներին։ Դրանից հետո մենք ունենում ենք քննարկումներ եւ կախված այդ տարվա նախանշված նպատակներից ընտրում ենք ծրագրերը։ Հիմնականում մեր չափորոշիչները որոնք են, ինչին ենք ուշադրություն դարձնում ծրագրերի ընտրության ժամանակ։ Մենք միշտ կարանք դա անենք միայնակ, բայց մեզ համար շատ կարևոր է, որ որքան հնարավոր է շատ կողմեր ներգրաված են ծրագրերի ընթացքում։ Այդպես արդյունավետությունը ավելի բարձր կլինի։ Եվ արդյունավետության հարցն է եւ միասին աշխատելու խնդիրն է։ Այն ինչ որ անում են տարբեր կողմեր համադրելով իրենց պոտենցիալը շատ ավելի լավ է ստացվում։ Պարոն Ասատրյան, նշեցիք, որ երկար տարիներ է ծրագրեր եք իրականացնում տարբեր ոլորտներում։ Հետաքրքիր է, որ ոլորտներում եք ավելի շատ ներդրում ունեցել։ Ինչպես ասացի, մեր համար որպես բանկ շատ կարևոր է համաչափ զարգացման խնդիրը, բնապահպանական եւ բնության շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները։ Առաջի խոշոր ծրագրերից, որը մենք իրականացրել ենք համագործակցության մեկնարկին, դա եղել է դժվարին իրավիճակներում, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կյանքը ավելի լավը դարձնելու ծրագիր, որի ընթացքում մենք ոչ թե շեշտը դրել ենք զուտ որոշակի բարեգործություն իրականացնելու այլ երեխաների համար, այլ մենք միտված ենք եղել երեխաների պոտենցիալ հնարավորությունները թե կյանքում, թե կրթական ոլորտում բարձրացնելու։ Ծրագրերը շատ բազմաշերտ են ու սպեկտրը շատ մեծ է։ Ցանկանում ենք խոսել նաև վերջին ծրագրից, որը ավարտին է հասցվել եւ նաև արդյունքներից։ Այս պայն վերջի ծրագիրը, որը ավարտին ենք հասցրել գրեթե 10-15 օր առաջ, Վազզորի երկու գյուղերում, դպրոցներում արևային կայանների տեղադրման ծրագիրն է եւ հետ վերադառնալով այն մտքին, որ մենք միշտ փորձում ենք ներգրավել հավելյալ գործընկերներ մեր ընդհանուր աշխատանքի մեջ, ծրագիրը հետևյալն էր, ՄԱԿ-ի պարենի զարգացման ծրագրից առաջարկ ունեինք դպրոցներում երեխաների առաջինից երրորդ դասարանի երեխաների համար սննդի ապահովման։ Առաջի տարին գումարը տալուց հետո երկրորդ տարին հարցեր առաջանալ, լավ, հիմա որտեղ է ստան գումարը։ Մենք որոշեցինք այդ ծրագիրը ավելի կայուն դարձնել եւ շղթայական դարձնել։ Երկու դպրոցներում տեղադրվեցին արևային կայաններ, որոնց խնայած էլեկտրաէներգիա եւ արտադրած էլեկտրաէներգիայի գումարը արդեն ուղղվում են դպրոցներում, այդ երկու դպրոցներում առաջինից երրորդ դասարանի երեխաների համար սնունդ ապահովելով։ Նաեւ կցանկանամ խոսենք նախանշված ծրագրերից եւ Հայաստան համայնքական հիմնադրամի հետ համագործակցության շարունակականությունից։ Այս տարվա համար մենք արդեն տարվա սկզբից ունենք նախանշած ծրագրեր, որոնք պետք է իրականացնենք եւ արդեն դրանց մեծ մասը ընթացքում են, մեկը ավարտված է։ Ավարտված ծրագիրը դա Սարյանի տուն թանգարանում AR/VR տեխնոլոգիաների ներդրումն էր։ Մենք շատ ենք կարևորում նորարարությունը բոլոր ոլորտներում։ Մենք հավատում ենք, որ նորարարությունը յուրաքանչյուրի գործն է եւ յուրաքանչյուրս իր աշխատանքում պետք է մոտենա հենց այդ նորարարության, թարմության գաղափարներով եւ հենց այդ էր նպատակը, որ թվային տեխնոլոգիաները ու սարյանական այդ մեծ արվեստը
միավորեցինք իրար մեր եւ հիմնադրամի ջանքերով վիզա բարերար ծրագրի շրջանակում ուրեմն Armenia Pano նկարը Սարյանի գլուխգործոցը այժմ հասանելի է VR-ով, առաջինը մի քանի օր առաջ էր, որ հնարավորություն ունեցա բոլոր ցանկացողները մտնել Սարյանի Pano-ի մեջ, բարի բուն իմաստով մտնել հայտնվել նկարում, թանգարանային օրերին էր, եւ Սարյանի 5 կտավ AR տեխնոլոգիաներով է հնարավոր տեսնել, առլուպա հավելվածով ընդհանրապես սկանավորում եք նկարը, այնտեղ սկսում են անիմացիաները շարժվել, նկարի հերոսները խոսում են, այդ վերակենդանանում են։ Այո, այդ թվում Սարյանն է սկսում շփվել ձեր հետ։ Շատ լավ, իսկ նախանշված ծրագրերից։ Մյուս ծրագրերը մեկը համայնքներից մեկում իրականացնելու ենք համալիր ծրագիր, թարմացնելու ենք լուսավորության համակարգը, այդ գյուղի դպրոցում վերազինելու ենք ամբողջությամբ արմատ լաբորատորիան եւ հուսով ենք, որ այդ լաբորատորիայի այն վերջնական տեսքը, որը որ կունենանք, մոդելային կդառնա մնացած լաբորատորիաների համար։ Այդ նույն համայնքում դպրոցի երեխաները ունենալու են փոքր ֆուտբոլի դաշտ եւ մարզադաշտ։ Մյուս ծրագիրը էլի մարզում է իրականացվելու, հիմնվելու է տեխնոլոգիական լաբորատորիա, որտեղ հուսով ենք, որ 3 տարվա ընթացքում մոտ 30,000 աշակերտ, ինժեներով հետաքրքրված տարբեր մարդիկ կարողանան ուսուցում ստանալ ու որոշակի գործունեություն ծավալել։ Իսկ նշված ծրագրերը կրկին Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համատեղ ջանքերով պետք է իրականացվեն։ Համագործակցությունը շարունակվում է ըստ էության։ Համագործակցությունը շարունակվում է, այդ բոլոր ծրագրերը, որոնք որ ես նշեցի, Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող են եւ ինչը շատ կարեւոր է, բացի Հայաստան համահայկական հիմնադրամից, որպես գործընկեր յուրաքանչյուր ծրագրում ունենք եւս 1-2 նոր գործընկերներ։ Շատ լավ, պարոն Ասատրյան, նաև ուզում եմ խոսենք վերականգնող էներգիային առնչվող ծրագրերից եւ որքանով է կարևորում նման ծրագրերը։ Մենք վերականգնվող էներգիայի առհասարակ բնության պահպանության, շրջակա միջավայրի պաշտպանության ու դրա զարգացման յուրաքանչյուր ծրագրին վերաբերվում ենք շատ դրական։ Մենք ինքներս մեզնից ենք սկսել այդ վերականգնվող էներգիայի կիրառումը ու դրա ցուցադրումը, թե ինչքան դա կարևոր է, երբ որ 2014 թվականին տարեվային ջրատաքացուցիչները շատ ինչ-որ նոր տեխնոլոգիա էին թվում, մենք հենց մեր մասնաճյուղերում դրանք տեղադրեցինք։ Մենք 2015 թվականից Գերմանիայի բնության պահպանության միության հետ սկսել ենք օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրը, քանի որ մեր նպատակներից մեկը նաև Հայաստանում գյուղատնտեսության զարգացման խթանումն է, եւ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպությունների 80%-ից ավելին անցել է մեր ծրագրի միջոցով եւ աջակցություն է ստացել, իսկ բնապահպանությունը առհասարակ դա մեր գործունեության հիմքում է ընկած եւ էներգոարդյունավետ ծրագրերն էլ իրանք եւ նորագույն տեխնոլոգիաներ են եւ բնապահպանություն են։ Մենք առաջի ծրագիրը, որ հիմնադրամի հետ իրականացրեցինք, դա Իջևանի սոսմանկական գյուղերում էր։ Նույն տրամաբանությամբ էր մեզ խնդրել էին որոշակի աջակցություն ցուցաբերելու, բայց մենք հակված չենք կարճաժամկետ ծրագրեր իրականացնել, որպեսզի ունենանք շղթա եւ ծրագիրը լինի կայուն եւ երկարաժամկետ։ Առաջին փուլով ծրագրի մենք տրամադրեցինք արևային ջրատաքացուցիչներ, քանի որ գազի դիմաց վճարվող գումարը բավականին մեծ էր, շատ մեծ խնայողություն եղավ գյուղերի համար եւ կարողացան այդ գումարը ներդնել երեխաների զարգացման գործում։ Երկրորդ փուլում արդեն մեծ արևային ֆոտովոլտային կայան նվիրվեց սոսմանկական գյուղերին ու սոսմանկական գյուղերի Իջևանի մասնաճյուղը դառավ, կարծում եմ, էներգոանկախ։ Նաև մեծ ու խոշոր ծրագրերից կարող եմ նշել Գյումրիում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցված շենքերում մեզ ներդրումը համատեղ ծրագրի մեր վիզաբարերար, որտեղ եւ աջակցեցինք շենքերի կառուցմանը, ապա դրանից հետո գույքով ապահովեցինք այդ շենքերի բնակիչներին եւ իմ ամենասիրելի ծրագրերից մեկը անցյալ տարի, գիտեք, մեծանուն շանսոնյեր Շարլ Ազնավուրի 100-ամյակն էր։ Ագբա բանկը, Հայաստան համահայկական հիմնադրամը եւ Սիմֆոնիկ նվագախումբը անցյալ տարի հանրությանը եւ
այլ աշխարհին ավելի ճիշտ կնի ասել, ներկայացրեցին Շարլ Ազնավուրին սիմֆոնիկ մեկնաբանմամբ։ Առաջին անգամ պրեմիերան եղավ Հայաստանում, որը շատ կարևոր էր ու մեր վիզա բարերար քարտապանները եւ մյուս մեր քաղաքացիները կարողացան ընկնել այդ համերգի հրաշք համերգը։ Ուտս շատ ծրագրեր ենք իրականացրել, սկսած Սյունիքից, վերջացրած Շիրակով, Լոռիով, Տավուշով։ Շատ լավ, պարոն Ասատրյան, շնորհակալություն։ Ես հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ հյուրն էր բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը։ Մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։